Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տառո կանխատեսումը ցուլ նշանի համար։ Սիրելի ցուլեր, 5-ական քարտով ամսվա կարևոր իրադարձությունները կնայենք, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորն իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տառո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տառո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ցուլեր, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ բանի մեջ խորանալով։ Մեկի մոտ գուցե աշխատանքում խորանաք, նոր գիտելիքներ գուցե ձեռք բերեք, մյուսը գուցե ինչ-որ բան փնտրի համացանցում կամ արխիվային ինչ-որ փաստաթղթեր փնտրի, մեկը գուցե անցնի բժշկական զննում, գուցե անալիզներ վերահանձնի, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Կամ ուղղակի հետաքրքրվեք օրինակ ինչ-որ մեկով, նրա մասին ինֆորմացիա փնտրեք, ինֆորմացիայի փնտրել եւս այս քարտին է պատկանում։ Հաճելի նորություններ են ձեզ սպասվում ամսվա կեսին, կարող է պայմանավորված լինի երեխաների հետ կամ սիրային հարաբերությունների հետ, հնարավոր է նաև նոր սիրավեպ սկսվի։ Շատ կույսեր, ներողություն, շատ ցուլեր այս ամսվա ընթացքում ինչ-որ բան կթողնեն անցյալում եւ առաջ կգնան։ Սա հենց ինքնական որոշման մասին է ասում, Մեկի մոտ այն պայմանավորված կլինի հարաբերությունների հետ, օրինակ դուրս կգա հարաբերություններից, մյուսի մոտ գուցե աշխատանքը չգոհացնի, դուրս գա աշխատանքից, գնա նոր աշխատանք փնտրելու, մեկը գուցե որոշի իր մասնագիտացումը կամ մասնագիտությունը փոխել, նման ինչ-որ հարցեր կլինի, բայց ինչ-որ բան կթողնեք անցյալում ու առաջ կգնաք, կամ գուցե տեղափոխվեք այլ բնակության վայր, դա եւս հնարավոր է։ Ամսի կեսից հետո իմիջիալոց եթե ինչ-որ տարակուսեք, մտածեք արժե անել դա թե ոչ, ապա անպայման արեք, քանի որ հաջորդ քարտերը հենց խոսում են նրա մասին, որ ձեզ հաջողություն է սպասվում, ինչ-որ գործում հաղթանակ եք ունենալու, գումարի տեսանկյունից ամեն ինչ լավ է լինելու, շատերը հաճելի նվեր կստանան, ոմանք կունենան ֆինանսական աճ։ Այս քարտը խոսում է մայրության մասին նաև, եթե պլաններում ունեք, ապա դա ձեզ մոտ կստացվի։ Եվ ինչ-որ գործում հաղթանակած եք դուրս գալու, մեկին գուցե հենց աշխատանքի ընդունվելիս օրինակ հենց ձեզ ընտրեն, մյուսը գուցե դատական գործընթացում ունենա հաղթանակը կամ այլ, ցանկացած գործ դա կարող է լինել, գուցե ինչ-որ բան կարողանաք մատչելի գնով գնել եւ դա եւս համարվում է հաղթանակ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, լիալուսինը լինելու է սկզբում ամսի 7-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս ժամանակահատվածում նոր ինչ-որ բաներ չեն լինի, ամեն ինչ իր հունով կգնա։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 21-ին, այսօրը խավարում է լինելու, այսինքն այս քարտի էներգիան ոչ միայն 2 շաբաթ է տևելու, այլ մինչև 3 ամիս կարող է տևել։ Այստեղ սիրելի ընկերներ, զգույշ եղեք, քանի որ հնարավոր է ինչ-որ վիճաբանություն լինի, գուցե ինչ-որ խոսք ասեք, որը դիմասինին ձեր նեղացնի կամ գուցե ձեզ նեղացնեն, բայց շատ զգույշ եղեք, որովհետև այս ժամանակահատվածում խավարման ազդեցության ներքո, եթե ինչ-որ բան սկսվի, ինչ-որ վիճաբանություն լինի, ապա դա կարող է շարունակվել մինչև 18 տարի։ Մինիմալ 9 տարի, այսպես մաքսիմալ 18 տարի, այնպես որ շատ զգույշ եղեք հարաբերություններում, թե որ հարաբերություններում գործնական կլինի աշխատանքային, սիրային, դա արդեն ինքներդ կզգաք։ Այսքանը սիրելի ցուլեր կապված սեպտեմբեր ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։